Ծանոթացել եմ ծրագրին դեռ շատ տարիներ առաջ, ուղղակի Հայաստանում չկար նմանատիպը, երբ արդեն Հայաստանում հայտնվեց, միանգամից դիմեցի, Այս տարի չկարողացա, քանի որ սովորում էի արտասահմանում, այս տարի հնարավորությունը բաց չթողեցի, քանի որ գիտեի, որ թե ինչքան փորձ, ընկերներ, գիտելիք կարող եմ ձեռք բերել եւ շատ երջանիկ եմ, որ վերջապես ստացվեց եւ այսօր ես անդամ եմ այս մեծ արարողության։ Ես ուզում եի նաև հարցնել, հա, երիտասարդը ինչ պետք է ունենա, ինչ հատկանիշներ կամ ինչ գիտելիքներ եւ այլն, ինչ է անհրաժեշտ, որպեսզի դառնա նմանատիպ ծրագրերի մասնակից։ Կարծում եմ ամենակարևորը հետաքրքրասիրությունն է, քանի որ պետք է ներգրավված լինես, սիրես այն ամենը, ինչ որ անում ես, եւ փորձես քո հասարակության մեջ որևէ փոփոխություն անել։ Կարևոր չի մեծ, փոքր, կարևորը որ ներգրավված լինես եւ ինտեգրված լինես քո հայ հասարակության մեջ, այն հասարակության մեջ, որտեղ որ ապրում ես։ Ինչ մասնագետ եք ու ինչը կուզեք փոխել հասարակությանը։ Սովորում եմ քաղաքագիտություն, չգիտեմ քաղաքագետ կդառնամ թե ոչ, բայց այնուամենայնիվ ցանկանում եմ, որպեսզի Հայաստանի ապագան լուսավոր լինի, ինչպես որ յուրաքանչյուր հայ է ցանկանում։ Այդ կոնկրետ քաղաքականության առումով, հա, քաղաքագետ եք, քանի որ, հա, ապագա քաղաքականության մեջ ինչը կփոխեք։ Այ օրինակ նույն մեր խորհրդարանում ես նաև Էդմոն Մարուքյանին հարցրեցի, հա, շատ է նաև օլիգարխիկ դեմքեր, բիզնեսմեններ եւ այլն, ինչը կփոխեք մեր խորհրդարանում քաղաքականության ասպարեզում։ Մեր քաղաքական ասպարեզում խառնաշփոթ է տիրում։ Նույն խոսքը, գիտելիքը, կարծում եմ, որ փոփոխությունների կարիք կա։ Երիտասարդներին թողնել, որպեսզի նրանք էլ կարողանան իրենց գիտելիքները եւ փորձ ձեռք բերեն, նրանց էլ հնարավորություն տան, որպեսզի դրսեւորեն իրենց այդ ասպարեզում։ Այսօր մենք կադրերի փոփոխման կարիք ունենք։ Նոր սերունդը պետք է ցույց տա իր ամբողջ ուժը, հայ սերունդը։ Այսինքն այն պատգամավոր նախարարները, որ կան, այնքան էլ արդյունավետ չի, հա, իրենց աշխատանքը եւ եթե նոր կադրեր լինեն երիտասարդներ, այլ երիտասարդությունը միանշանակ կփոխի, քանի որ մենք ունենք դեռ սովետական Հայաստանից այդ սովետական ավանդական մտածողությունն ունեցող մարդիկ, ովքեր եւ մեզ տվյալ բանին թարմություն է հարկավոր, նոր գիտելիքներ, նոր փորձ, նոր ներուժ։ Եվ խնդիրները ավելի արագ արդյունավետ։ Միանշանակ։